Վախը թերահավատության նշան է։ Երբ է վախը առաջանում։ Երբ որ մարդը թերահավատում է, չի վստահում Աստծուն։ Եվ այդ վախը եւ այդ թերահավատությունը տարածվում է բոլոր բնակավարների, մարդու կյանքի բոլոր ասպեկտների վրա, հա։ Բացեմ փակագծերը։ Երբ որ մարդը չի վստահում Աստծուն, վախենում է, որ ինքը վաղը սոված կմնա, վաղը դրսում կմնա, հա։ Վաղը աշխատանք չունենա, բայց ավետարանում Քրիստոս մեզ ինչ է ասում։ Ասում է, փնտրեցեք, խնդրեցեք երկնքի արքայությունը, Աստծո արդարությունը, մնացածը ձեզ ավելիով կտրվի։ Հələ նայեք դաշտի Շուշանին, ասում է, վայրի, Սողոմոնը ասում է, Սողոմոնն է, որ ամենահարուստ թագավորներից մեկն է, դրանցից մեկի նման, Շուշանի նման չհագնվեց, որտեվ Սողոմոնի ամենագեղեցիկ շորերն էլ անճաշակ էին, համեմատած Շուշանի թերթիկների գեղեցկության վրա։ Ասում է, հələ նայեք երկնքի թռչուններին, չեք ամաչում, հələ ինչքան շտեմարաններ եք դուք հավաքում, ինչքան եք կուտակում, ուտում եք, ասում եք, հələ ես էլ կուտակեմ, վաղն էլ սոված չմնամ։ Բա երկնքի թռչունին նայ, ամենաշատը իր ամառվա պաշարն է հավաքում, կամ չի էլ հավաքում ընդհանրապես։ Մրջունին չի բերում օրինակ, երկնքի թռչունն է բերում օրինակ, որտեղ մրջյունը մի քիչ կուտակող է, բայց երկնքի թռչունը կուտակող չի։ Այսինքն, եթե երկնքի թռչունին քո երկնավոր հայրը կերակրում է, ապա քեզ չի կերակրի։ Այսինքն, եւ այս իմաստով գալիս է վախ, տագնապ, եսասիրություն, եսակենտրոնություն, ես իմ ամեն ինչը ապահովված լինի առաջին շրջանակը, հետո առաջին շրջանակով չենք բավարարվում։ Երկրորդ շրջանակն էլ, այսինքն 10 տարվան լավա, 20 տարվանն էլ, 30 տարվան էլ, 40 տարվանն էլ, այնքան ենք մենք եսակենտրոն նյութապաշտ դառնում, որ տեսնում ենք դրանից դուրս ոչինչ չի մնում, որ դրանից դուրս էլ մենք չունենք ոչ ժամանակ ունենք, ոչ կարողություն, ոչ էլ ցանկություն ունենք, որ անենք որոշի։ Այսինքն մեր թերահավատությունը տարա վախի, իրականում մենք Աստծուն չապավինեցինք, չվստահեցինք, որ Աստված տվելա կտա մեր անհրաժեշտ բարիքները, եւ ինչպես Աստված մեզ բարիք է տվել, մենք էլ պետք է բարիք գործենք մարդկանց անկեղծ սրտով։ Եվ Նարեկացին ինչ ասում է, երբ որ հավաքում ես, ասում է, դևերն են ուրախանում, երբ որ ցրում ես, հրեշտակներն են ուրախանում։